Ռուսաստանը հստակեցրեց Հայաստանի դեմ ծրագրերը։ Մի կասկածեք, Հայաստանի գլխին թափված աղետների հեղինակը մենք չենք, ասել է Նիկոլ Փաշինյանը քաղաքացու օրվա կապակցությամբ իր ուղերձում։ Հեղինակը գուցե իսկապես ՔՊԱ-կան իշխանությունը չէ, բայց դա չի հանում այդ աղետները կանխելու պատասխանատվությունը։ Դա չի հանում այդ աղետներից հետո գոնե համարժեք քայլերի բացակայության պատասխանատվությունը։ Եվ այստեղ նշանակություն չունի արդեն ՔՊ-ն աղետների հեղինակների պլանների մասնակից է, թե զոհ։ Փաշինյանի խաղաղ դարաշրջանը քաղաքականություն չէ եւ ոչ էլ առավել եւս համարժեք արձագանք իրավիճակին։ ՔՊԱ-կան սահմանադրական մեծամասնությամբ խորհրդարանն այդպես էլ չքննարկեց այդ աղետների գնահատականի, դրանց հեղինակների, այդ աղետների պատճառ 1921-ի ռուս-թուրքական պայմանագրերի հարցերը, ավելին, խուսափեց քննարկել անգամ ընդդիմության ներկայացրած անատամ նախագծերը, որոնք վերաբերում էին Արցախին, Հայաստանի սահմանային խնդիրներին։ Խաղաղ դարաշրջանը ոչ այլ ինչ է, քան նոյեմբերի 9-ի ժամանակավոր նահանջը որպես կապիտուլյացիա եւ կարգավորում, 1921-ի եւ 2020-ի ագրեսիան եւ հայկական տարածքների օկուպացիան օրինականացնելու Մոսկվայի ու թուրքերի պլանների օրինականացում։ Դրանց դիմադրելու ճանապարհը խորհրդարանում կարևոր որոշումների ընդունումն էր հայկական իրավունքների հաստ փաթեթի հիմքով եւ ուժով։ Դա չի արվում մինչ այժմ։ Ավելին, խորհրդարանի ՔՊԱ-կան մեծամասնությունը եւ ընդդիմությունը ակնհայտորեն խուսափում են դրանից շինծու եւ անհեթեթ պատճառաբանություններով, հանդես գալով պարտության դիրքերից, ինչը խորհրդարանը մասնակից է դարձնում թշնամական տանդեմի պլաններին եւ չեզոքացնում արտաքին բազմաթիվ նպաստավոր հնարավորությունները։ Իշխող մեծամասնությունը եւ ընդդիմությունը գիտակցաբար թե ոչ էական չէ, անտեսում են հայկական իրավունքների ու դրանց հիմքով ինքնիշխան քաղաքականության հնարավորությունները, որ այդպիսիք կան եւ ծանրակշիռ են, վկայում է Հայաստանի դեմ ռուս-թուրքական տանդեմի ճնշման ու շանտաժի մասշտաբը, նախ եւ առաջ Ռուսաստանի կողմից։ Այլապես, եթե Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, Ղարաբաղի խնդիրը կարգավորված է, կարգավիճակի խնդիր չկա, Մինսկի խումբը չեղարկված է, ինչպես պնդում են Պուտինը, Ալիևը եւ Լավրովը, ապա ինչու են իրարանցման մեջ փորձում ստանալ Երևանի ստորագրությունը։ Նշանակում է, կախված են այդ ստորագրությունից։ Սա հնարավորություն է հայկական կողմի համար։ Անշուշտ, բայց սա հնարավորություն է նրանց համար, ովքեր գիտակցում են իրավունքի ուժը եւ պատրաստ են պաշտպանել այն։ Հայաստանի գլխին թափված աղետների հեղինակների խնդիրը շատ պարզ է եւ փաստաթղթավորված, հատկապես Մոսկվայի կողմից Մինսկի խմբի չեղարկումից հետո։ Նախ Մոսկվան բացառեց հայկական որևէ շահ եռակողմ համաձայնություններում։ Դրանց էությունը 1921-ի ռուս-թուրքական ոճրի ընդլայնված կիրառումն է Արցախի եւ Նախիջևանի Բաքվին պատկանելիության օրինականացմամբ։ Հայաստանի տարածքի եւ վերաձևումը միջանցքներով եւ անկլավներով, Հայաստանի լիակատար մեկուսացումն ու շրջափակումը ինքնիշխան պետականության վերացման հեռանկարով։ Ռուսաստանը Կովկասից իր անխուսափելի հեռացումից առաջ Հայաստանը պատրաստվում է հանձնել թուրքերին։ Կարելի է անվերջ շաղակրատել ռուս-թուրքական ծիրում, ինչով 2 տարի զբաղված է երևանյան քաղաքական, մեդիա փորձագիտական իսթեբլիշմենթը, սակայն դա չի փոխում իրողությունները։ Ռուս-թուրքական տանդեմի խնդիրը պարզ է, իսկ որն է հայկական կողմի խնդիրը։ Հայաստանի տարածքի վերաձևման անթույլատրելիությունն ու Արցախի խնդրի ակտուալությունն առայժմ պահպանվում են Իրանի ու Արևմուտքի ջանքերով, սակայն դրանք Հայաստանում համարժեք արձագանք չեն գտնում կարևոր որոշումների ընդունման տեսքով։ Այս ֆոնին Փաշինյանի հայտարարությունը, թե աղետների հեղինակներն իրենք չեն, ինչպես նաև մինչ այժմ նրա 1-2 կիսատ-պռատ ակնարկները Հայաստանի դեմ ռուս-թուրքական կազմակերպված դավադրության մասին, ընդամենը սեփական իշխանությունն ու դիրքերը պահպանելու խղճուկ փորձեր են։ Ճշմարտությունը պետք է ասվի անուն առ անուն, դիմադրությունն աղետին պետք է սկսեր այդտեղից ու ամրապնդվեր խորհրդարանում կարևոր որոշումների ընդունմամբ։ Եթե դա չի արվում, նշանակում է մասնակցություն Հայաստանի դեմ աղետների հեղինակների պլաններին։ Մեր այստեղ բաժանորդագրվելով մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես երկրում կատարվող իրադարձությունները։